Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, այսօր դեկտեմբերի 25-ն է, օրի 5 շաբթի եւ ինչպես տեսնում եք մենք մենակ չենք։ Չարաճճի Արարած կա, էսե։ Կոֆի ջան, մի րոպե։ Հա, ինչ։ Մենք որոշեցինք այսպես մեկնարկ տալ Բարի լույսյան սիրելի հեռուստադիտողներ, քանի որ այսօր էլ էքսկլյուզիվ է, այսօր դեկտեմբերի 25-ն է, ամբողջ աշխարհը, կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը։ Այո։ Բայց բոլոր այն հետաքրքիր իրադարձություններն ու մշակութային միջոցառումները, որը տեղի ունենալու մեր երկրում, անպայման կողքով չենք անցնելու, դրա պակասը չունենք, այնպես որ մնում է միայն հետևել մեր եթերներին եւ կտեղեկանաք այն ամենի մասին, ինչ կատարվում է ամանորից առաջ, բայց Սուրբ Ծնունդին եւ հայկական Սուրբ Ծնունդից առաջ։ Իհարկե, մենք օրը սկսում ենք բարձր տրամադրությամբ, դրական մտքերով եւ իհարկե որոշում ենք, թե որտեղ կարող ենք ժամանակ անցկացնել։ Եթե դուք դեռ չգիտեք, թե որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել, ապա մենք ձեզ կհուշենք։ Հրաշալի երեկո անցկացնելու համար այլևս պետք չէ մտածել ամեն օր շոու ծրագրեր, կենդանի երգ ու պար, բարձր տրամադրություն եւ համատեղ հաճելի խոհանոց։ Այո։ Այս ամենը մեկ վայրում, Park Bridge-ում, Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ հյուրերին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի եւ տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար հենց Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 06 06։ Մենք իհարկե սիրելի հեռուստադիտողներ կենթանասեր ենք եւ առաջարկում եմ կենթանուն չտանջենք, թող նա գնա իր, այո, այն մարդու մոտ, ով նրան ընտելացրել է։ Իսկ մենք շարունակենք ասելով, որ այո, միլիոնավոր քրիստոնյաներ ամբողջ աշխարհում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը տոնում են քրիստոնեական գլխավոր տոնը՝ Սուրբ Ծնունդը։ Սուրբ Ծնունդը կաթոլիկների համար ավելի մեծ նշանակություն ունի, քան ամանորը։ Աշխարհի ավելի քան 145 երկրներում Սուրբ Ծնունդը պաշտոնական պետական տոն է, տարվա ամենակրոնական տոներից մեկը եւ Քրիստոսի ծննդյան տոնը նշելու որոշումն ընդունվել է 431 թվականի դեկտեմբերի 25-ին Եփեստոսի 3-րդ տիեզերական ժողովի կողմից։ Դեկտեմբերի 24-ի երեկոյին, երբ երկնքում առաջին աստղն է հայտնվում, որն ազդարարում է Հիսուսի ծնունդը, սկսվում է նախատոնական շրջանը։ Կաթոլիկների համար Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է, որն ունի զուտ կրոնական նշանակություն։ Որպես կանոն, Սուրբ Ծննդյան նախաշեմին ընտանիքի բոլոր անդամները գնում են կաթոլիկ եկեղեցի, ապա հավաքվում տոնական սեղանի շուրջ։ Մենք շնորհավորում ենք կաթոլիկ աշխարհին, ես ունեմ շատ ու շատ կաթոլիկ ընկերներ, ովքեր որ սփռված են աշխարհով մեկ եվրոպացի եւ այլազգի, ովքեր որ այո կաթոլիկ են եւ նշել են արդեն իրենց Սուրբ Ծնունդը, շնորհավորում ենք բոլորին, ովքեր որ այո մասն են Սուրբ Ծննդյան այս օրերին, իսկապես սպասված տոն է, մենք էլ շուտով կտոնենք։ Իսկապես այն բացառիկ օրերից է, երբ կարող է իսկապես երազանքը դառնալ իրական, մարմնական եւ միս ու արյուն ստանալ, այնպես որ շատ է պետք երազել եւ գնալ երազանքի հետևից։ Իսկ հիմա առաջարկում ենք պատրաստեք սուրճ կամ թեյ, նստեք ու վայելեք մեր սիրելի գործընկերոջը, որին հիմա ձեզ կներկայացնենք, որը Ժակոր հուշագեղենի գործարանն է, ով ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների, լայն տեսականի, խրթխրթան թխված կաբլիկներից մինչեւ հատընտիր շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Vkusan, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ եւ բոլորի սիրելի քվեստը՝ նուգա կարամել եւ շոկոլադե գլազուր։ Քաղցրություն, որը պարգևում է էներգիա ու լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համն ու վայելեք ամեն պահ։ Իսկ հիմա մենք համառոտ օրվա հետաքրքիր թեմաների մասին ձեզ ներկայացնենք եւ պատմենք։ Նախ ամանորյա երգի եւ տեսահոլովակի պրեմիերա է լինելու մեր եթերում։ Նիկ Եգիբյանն ու պատանի երգիչ Տիգրան Հունանյանը կներկայացնեն նոր տարվա գիշեր երգը։ Այնպես որ հենց առավոտից էլ մեզ մոտ տոնական տրամադրություն է տիրելու։ Կարծում եմ արդեն զգացել եք եւ էներգիան փորձել ենք ձեզ փոխանցել։ Եվ շարունակելու ենք տրամադրությունը ամանորյա եւ տոնական, խոսելու ենք մարդուկ ջարդուկը ներկայացման մասին եւ տարբերբող բեմադրության մասին, որը կկայանա դեկտեմբերի 28-ին, իսկ մինչեւ այդ ստեղծագործական խմբի անդամները կլինեն մեր տաղավարում,
առավել մանրամասն կզրուցենք այսքան սիրված հերոսների մասին, հերոսի Մարտուկ Ջարդուկի եւ կտեսնենք թե ինչպես այն վերջապես կայացավ եւ բարձրացավ բեմ։ Իսկ հետո ավանդույթի համաձայն տաղավարում կհյուրընկալենք էքստրասենս Սոսե Բաբայանին եւ նրա հետ կզրուցենք 2025 թվականի ամփոփման մասին, կհասկանանք թե ինչեր արեցինք, ինչեր հասցրեցինք եւ ինչ է սպասվում մեզ իհարկե էքստրասենսների թե ինչպեսի ամփոփում է էքստրասենսների եւ կպարզենք թե ինչ է սպասվում մեզ 2026-ին ըստ էքստրասենսների։ Եվ այս հետաքրքիր զրույցների ընթացքում իհարկե մենք անդավաճան ենք եւ մեր մշտական էջերն ենք թերթելու, հետաքրքիր տեսանյութ ենք դիտելու այն մասին, թե ինչ յուրահատուկ ավանդույթներով են ամանորը նշում աշխարհի տարբեր երկրներում եւ իհարկե օրվա բաղադրատոմսին կծանոթանանք։ Դուք եթե դեռ չգիտեք թե ինչ աղցան պիտի դնեք ձեր ամանորյա սեղանին, ապա աղջիկները ձեզ կհուշեն։ Այսօր էլ Սաթենիկը մենակ չէ խոհանոցում, ավանդույթները մի փոքր խախտվել են, ոչ թե երկուշաբթի, այլ այսօր 5 շաբթի օրով մարզիչ սննդաբան մեր շատ սիրելի Էլիզան Սաթենիկի հետ համեղ տոնական աղցան կպատրաստի, ես վստահ եմ ոչ միայն համեղ եւ տոնական, այլ նաեւ բալանսավորված եւ ճիշտ, հատկապես երբ ես եթերից հետո միանգամից գնալու եմ մարզասրահ, տեսք եզերքը ինչ ճիշտ համապատասխան, սինխրոն աշխատում է մարդու համար, պետք է ուղղակի լավ տրամադրվեն։ Բայց մինչեւ Սաթենիկին եւ Էլիզային ողջունելը ներկայացնենք մեր գործընկերոջը։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում, սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաեւ ունի հավի ձողիկների դասական տարբերակ։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում առավել հետաքրքիր ու ժամանցային։ Այն սիրելի հեռուստադիտողներ, հիմա իրոք տրամաբանական շարունակությունն է տեղափոխվել խոհանոց, ողջունել աղջիկներին, հասկանալու համար թե այսօր ինչ ենք մենք ճաշակելու եւ ինչ է առաջարկվելու ձեզ։ Բարի առավոտ, սիրելի ընկերներ։ Բարի առավոտ։ Էլիզա, բարի առավոտ։ Հեռուստադիտողները հավատարիմ սպասում էին, որ դու գայիր երկուշաբթի օրը, բայց քանի որ ամբողջ շաբաթվա ընթացքում մենք հյուրընկալել ենք սիրելի տարբեր հյուրերի, նոր տարվա սեղանի համար կերակուրներ ենք պատրաստում, այսօր դու եկար 5 շաբթի օրով, այնպես որ բաց չենք թողնում քեզ հետ վայելելու, քո խորհուրդները լսելու եւ իհարկե համեղ կերակուր պատրաստելու։ Ինչ ենք այսօր պատրաստելու։ Սաթենիկ, մենք նույնպես այսօր տոնական սեղանների մասին ենք մտածել, այնպես ենք արել, որ բաղադրիչները լինեն ճիշտ համադրված, օգտակար եւ նաեւ շատ գեղեցիկ մատուցմամբ։ Մատուցելու ենք ու պատրաստելու ենք շատ հետաքրքիր ձևով, որը կցուցադրենք, իսկ այս պահին թվարկեմ բաղադրիչները, մենք գիտենք, որ հավի կրծքամիսը դա լավագույն սպիտակուցի աղբյուրն է, նաեւ ինչու է համարվում դիետիկ, այսպես ասած, որովհետեւ ինքը կալորիապես բավականին ցածր է եւ հագեցնող, նաեւ այո, ունենք ընկույզ, որը ընկույզ եւ նուռ համադրությունը, դա կարծում եմ ամենահամեղ ու նաեւ ինչ որ ամանոր հիշեցնող համադրությունն է կոնկրետ ինձ համար։ Ունենք այստեղ եգիպտացորենի հատիկներ եւ ունենք թթված սեր, որով եւ արդեն շերտ իրարից առանձնացնելու ենք բոլոր բաղադրիչները։ Նուռը եւ զնրան մասին միշտ խոսում եմ, ինքը ինձ համար սուպերֆուդ է համարվում, որովհետեւ իր օգտակարությունը բազմազան է։ Բոլորը անխտիր պետք է նուռ օգտագործեն, գոնե օրվա կտրվածքով կես նուռ պետք է յուրաքանչյուր մարդու օրգանիզմում լինի, որովհետեւ հակաօքսիդանտների լավագույն աղբյուր է։ Արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորում է, մանաթելերով հարուստ է։ Այո, իր գլիկեմիկ ինդեքսը բավականին ցածր է, այսինքն շաքարային դիաբետով տառապող մարդիկ եւս կարող են այո օգտագործել հիպերտոնիկները, մի խոսքով բոլորը պետք է օգտագործեն ճիշտ չափաբաժնով եւ գոնե կես նուռ օրվա չափաբաժնով, այո, դա մեր օրգանիզմը, մեր իմունիտետը այսպես կամրացնի ու օգտակարությունը հակաօքսիդանտ հատկությունով կպաշտպանի մեր օրգանիզմը։
Շատ լավ, քանի որ մենք արդեն խաշված հավ ունենք, հիշեցնեմ հեռուստադիտողներին, որ Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված հավի կրծքամսից ենք միանշանակ օգտվել, խաշել ենք, համեմել ենք մի փոքր աղով, իսկ այս պահին ամբողջ տեսականին ձեր էկրաններին կլինի, ես էլ սիրով կներկայացնեմ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ, եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Աներատ բարձրորակ թռչնամիս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաչիկ, ցիրտ եւ այլ տեսականի։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում, Պարույր Սևակ 92 կոտրակ 6 հասցեում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ, առաքումն ամբողջ Երևանում անվճար։ Զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Էլիզան վստահեցրեց այսօրվա մեր առաջարկած բաղադրատոմսը շատ օգտակար է։ Ճիշտ համադրված, բջջայինացող, սպիտակուցով, առողջ ճարպերով, այո, եւ մեկ չափաբաժինը կարծում եմ լավ հագեցնող կլինի եւ կարող ենք չխառնել այլ մթերքների հետ։ Այ խնդրում եմ ինձ ասա, մենք ինչ ենք օգտագործելու։ Համեմունքներից միանշանակ, այո, մեզ անհրաժեշտ է, ինչպես եւ միշտ ես շատ եմ սիրում կարմիր խաղացած, այո, քաղցր պղպեղը, որը վիտամին C-ի աղբյուր է, եւ եթե դուք կարմիր խաղացած հատկապես թարմ աղացած թարմ պղպեղ օգտագործում եք, իմացեք, որ ձեր սննդի մեջ վիտամին C-ի մակարդակը բարձրացնում եք։ Եվ հիշեցնենք, որ նաև ունի աղ, զիպ տարբերակով, որ կարող եք օգտագործել, փակել, պահարանում պահել։ Մարանիկի տեսականին այս պահին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջը։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը։ Որակի խիստ վերահսկողություն, դե արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, քիմքին հաճելի, յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Այ մի հարց էլ տամ, արդեն մինչև տեղափոխվել է գործընկերների մոտ, խնդրում եմ ինձ ասա, սա երբ կարող ենք պատրաստել 31-ին, 30-ին, որովհետև տնային տնտեսները հիմնականում գեր զբաղվածություն ունեն խոհանոցում տոնական սեղանը զարդարելու, պատրաստելու համար։ Աղցանները մենք պատրաստում ենք, շատ ենք անում, թողնում ենք սառնարանում, խնդրում եմ խորհուրդը քո որպես սննդաբան։ Այո, եթերը մենք նորից դա քննարկեցինք, տեսեք, աղցանի բաղադրիչները ամենաճիշտ տարբերակն է, որ պատրաստ ունենանք սառնարանում մատուցելուց առաջ մենք այսպես բաղադրիչները միացնենք իրար, բայց եթե ունենք արդեն պատրաստի վիճակում, կարող ենք պահել սառնարանում 2-ից 3 օր, ոչ ավել։ Բայց այսպես էլի սնունդ ընդունելու ժամանակ մատուցում ենք, այնուհետև տեղափոխում ենք սառնարան, որ սենյակային ջերմաստիճանում ավելի քան 1 ժամ ավել չմնա, որովհետև այն մթերքները, հատկապես այսքան մշակում անցած մթերքները շփվում են օդային ջերմաստիճանի հետ եւ բավականին ոչ ճիշտ ֆունկցիաներ է տեղի ունենում, որը հետո մենք արդեն ուտելով մեր օրգանիզմին հնարավոր վտանգների առջև ենք կանգնեցնում։ Օրինակ մայրաքաղաքային աղցանը երբ պատրաստում եմ ես ամանորին, միշտ առանձնացնում եմ, օրինակ թթու վարունգը առանձին ափսեի մեջ, գազարը նախապես կտրատած եմ խաշում նորից առանձին ափսեի մեջ, այդ դեպքում էլ 2-3 օր, թե այդ դեպքում ավելի երկարում է միայն խառնում։ Իդեալական տարբերակ, շատ ճիշտ տարբերակով ես դու կոնկրետ անում, բայց մենք ունենք նաև այստեղ ժամանակային խնդիր, որտեղ մայրաքաղաքային աղցանը կոնկրետ մի փոքր ժամանակ է իրենից պահանջում, բաղադրիչները շատ են եւ այլն, եթե այդ տարբերակով չեն անում, գոնե 4 բաղադրիչները խառնեն, իսկ արդեն սոուսը, որը որ պետք է ավելացնել, թթվասեր կամ ինչ որ նախընտրում են, դա արդեն մատուցելուց անմիջապես առաջ, բայց կրկին 2-3 օր եւ ավել սառնարանում պահելուց հետո պետք է չօգտագործել։ Ինձ թվում է հեռուստադիտողները կօգտվեն խորհրդից, ճիշտ ժամանակն է, որպեսզի Լիլիթին եւ Արմանին մեր խոսքը փոխանցենք, դե մենք ունենք նուռ, պետք է բացենք, հատիկ առանձնացնենք, որով զարդարելու ենք այսօրվա մեր օգտակար բալանսավորված աղցանը։ Խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն, այո, բարդ գործ է ձեզ սպասվում նրան հատիկները առանձնացնելու գործընթաց բավականին բարդ է, բայց հաճելի։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, մինչև տարվա ավարտը փորձում ենք ձեզ ներկայացնել այն
բոլոր հնարավոր մեր գործընկերներին, որոնք կարող են ձեզ օգտակար լինել նաև 2026 թվականին եւ ներկայացնենք ձեզ Նորապատ Group ունիվերսալ անվտանգության ընկերությանը, որը առանձնանում է վստահությամբ եւ պրոֆեսիոնալ մոտեցմամբ, ժամանակակից տեխնոլոգիաներով եւ շուրջօրյա հսկողությամբ ապահովում է այն, ինչը ամենաթանկն է ձեզ համար եւ առաջարկում է անձնական թիկնապահներից մինչեւ հուսալի պահակային ծառայություն, մշտական տեսահսկում, օպերատիվ արձագանք։ Նորապատ Group ունիվերսալ անվտանգության ընկերության թիմի շնորհիվ կունենաք խաղաղության, վստահության, ապահովության զգացողություն ամեն օր։ Ձեր անվտանգությունը վստահեք Նորապատ Group-ին, հեռախոսահամարն է 099 27 50 07 եւ իդեպ Նորապատ Group ունիվերսալ անվտանգության ընկերությանը անհրաժեշտ են հմուտ, պատասխանատու եւ որակավորված աշխատակիցներ։ Եթե ունեք արագ արձագանքման կարողություն եւ ցանկանում եք աշխատել կայուն եւ վստահելի թիմում, ապա 099 27 50 07 հեռախոսահամարը ձեզ կուղղորդի դեպի նոր աշխատանք։ Իսկ այժմ ընդմիջենք Գովազդես պահին մեր եթերում, հետո կվերադառնանք մեր եթերին։ Բարի առավոտ բոլոր նրանց, ովքեր մեզ նոր միացան եւ մենք ինչպես ձեզ խոստացել էինք, այսօր մեր ամանորյա հրաշալի դրամատրությունը շարունակվում է եւ հիմա տոնական ամանորյա եւ հեքիաթային դրամատրություն ստեղծող երգի եւ տեսահոլովակի պրեմիերա է լինելու մեր եթերում։ Նոր տարվա գիշերը երգի տեսահոլովակը արդեն իսկ հասցրել է 100,000-ից ավել դիտումներ ունենալ, իսկ հիմա կզրուցենք տաղանդավոր մարդկանց հետ։ Իսկ մեր հյուրերն են սիրված երգիչ, երգահան Նիկ Էգիբյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ պատանի երգիչ Տիգրան Հունանյանը, ով դատարկաձեռն չի եկել եւ ահա բերել է նաեւ իր հետ այդ տրամադրությունը ամանորյա, որ միշտ խոսում ենք մեր եթերներում։ Բարի առավոտ Տիգրան։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Սաման բքել եք լավ։ Լավ եմ, շնորհակալություն։ Այո։ Մի փոքր ջրազրկված է Լիլիթը, բայց ինչպես եք արթնացել։ Դե փորձեցի մի փոքր այդ կոնտրաստը պահեմ։ Միշտ լավ չենք լինում։ Ինչպես ես արթնացել, ասա։ Ամենակարևորը ուրախ տրամադրությամբ։ Հրաշալի, իրոք դա ամենակարևորը։ Այո, Շփան ակնկալիքով։ Նիկ, մի փոքր կուզեի պատմեիք ձեր եւ Տիգրանի համագործակցության մասին, ինչպես սկսվեց, մենք առաջին անգամ չենք հանդիպում միասին։ Այն ժամանակ Տիգրանի Արսեն Գրիգորյանի աշակերտներ, հիմա իմ աշակերտն է, տեղափոխվել է ԱՄՆ, առաջի հոլովակը հեղինակել էր, այսինքն երգը հեղինակել էր Արսենը Ավետի հետ Բարսեղյան, երկրորդը ես եւ Ավետն ենք հեղինակել, ինչու ենք որոշել նոր տարվա թեմատիկայով երգ գրել, այդ արդեն թող Տիգրանը պատմի գլա։ Դա ինչ ծավալում։ Տիգրան, խնդրեմ։ Ես ունեմ մոտ 5 կամ 6 երգի սիրելի թեմաներ եւ քանի որ մոտենում էր ամանորը, մենք նաեւ որոշեցինք, որ պետք է այն լինի ամանորի մասին։ Իսկ ամանորը քեզ համար հատկապես ինչով է առանձնանում։ Մենք յուրաքանչյուրս ունենք երազանք, որևէ տրամադրություն ամեն դեպքում մեզ ստիպում է զգալ ամանորի շունչը։ Քո համար ինչպես է առանձնանում այդ տոնը։ Ինձ համար այդ տոնը կարծես ոնց կարող եմ Տարվա հեքիաթ, հենց Ամանորի հեքիաթ։ դա ամբողջովին դրա մասն է։ Ամենաշատը ես ամանորի մեջ սիրում եմ այդ ամանորի երուզերը, ամանորի խառնաշփոթը։ Ինչու մենք չենք սիրում, ինքը շատ սիրում է։ Մեծանակը հասկանում։ Տարիքային է, այսօր ինչու ժամանակից հետո կանցնի։ Երկի տողերի մեջ հատված կա, որտեղ ասում են, որ ամանորի գիշերը կատարում են նոր տարվա հրաշքները։ Ես ուզում եմ հասկանալ այս տարի ինչ հրաշքի ես սպասում, ինչ երազանք ունես, որը պետք է կատարվի։ Ամենամեծ երազանքը, որը ես այդպես ասած ուզել եմ ձմեր պապիկից, դա այն է, որ ամբողջ աշխարհում լինի խաղաղություն, դա ամենակարևոր բանն է ուզել։ Այո։ Մենք իհարկե քիչ անց կլսենք, կունենանք հեռուստատեսային պրեմիերա, բայց Նիկ, մի փոքր ադմինիստրատիվ մասով եթե պատմեք, ինչպեսի ստեղծագործական այո, թիմը աշխատել, ովքեր են հեղինակները։ Դե հեղինակը ես եմ եւ Ավետը Բարսեղյան, գործիքավորել եմ էլի ես, ձայնագրել եմ էլի ես։ Տեսահոլովակը նկարահանել է Ռոբերտո Կոլայան, մեր ընկերը հիմա երևի Արչիկ ունե մտել որովհետեւ կորպորատիվների շրջանն է եւ
Մինչ լույս պարացնում է հայ ազգը։ Այդպես շատ արագ են կազմակերպել, շատ արագ են կամենջարը, որովհետև հենց մտահղացումը արդեն մոտ էին տոները, երբ մտահղացումը եղավ։ Մենք էլ ճանապարհին ենք, մենք այդ ժամանակ գնացինք Գերմանիա մրցույթի, Բերլին։ Այդպես ինք չկարա չուղենք պարտադիր պետք է ուղումներ անել։ Կոնկրետացնենք։ Գնացինք Բերլին, ես եւ իմ երկու աշակերտները բնականաբար լավ ժամանակ անցկացրեցինք, տեղերով վերադարձանք հայրենիք եւ անցանք գործի։ Մենք վերադարձել ենք, հենց միանգամից նկարահանել ենք տեսահոլովակը։ Բրավո։ Հենց արագացած Շատ արագ իրոք ամեն ինչ ստացվել է։ Նիկ ես ուզում եմ հասկանալ դու Տիգրանի հետ ինչ հեռանկարային ծրագրեր ունես։ Ինչով է առանձնանում քեզ համար Տիգրան։ Հեռանկարային նախ ես միշտ անկեղծ որ ասեմ, խրախուսում եմ, որպեսզի իմ աշակերտներն ունենան նաև երկրորդ ուրիշ մի պրոֆեսիա, որովհետև մասնագիտություն ունենալը AI-ի դարաշրջանում շատ ավելի նախընտրելի է։ Ինչքան որ Տիգրանը կցանկանա շարունակել խորանալ արվեստի մեջ, նոր երգեր ունենալ, միգուցե վոկալի ինչ որ խնդիրներ շտկել, ավելի կատարելագործվել, սիրով կօգնեմ, բայց բռնի ուժով իհարկե ոչ մի աշակերտի չենք պահում։ Մեզ իհարկե բոլորը թելադրում են, որ եթե դերասան ես, պիտի մնաս դերասան, պետք է ֆիլմերում, սերիալներում չնկարվես լինես թատրոնի բեմում։ Այո, այդպիսի հետ խորհրդային երգիչներին ասում են օպերային, ես օպերային երգիչ եմ, որպես, այսինքն ավարտել եմ օպերային մասնագիտություն։ Այո։ Ինձ ասում են, եթե դու էստրադային երգես, դու կփոխես մեր արվեստը։ Դու կոչնչանաս որպես մասնագետ։ Ես չունեմ, ես մտածում եմ իմ երեխաները ունենան բազմաթիվ մասնագիտություններ, իմանան լեզուներ, տեսնեն աշխարհը, միգուցե անցնեն ինչ-որ շրջանների եւ փուլերի միջով, որպեսզի ձևավորվեն որպես անձ, որ գիտի ինչ է ուզում ես կյանքում։ Այդ պարագայում Տիգրանն էլ եմ բնականաբար ասում, ոնց կլինի, այդպես կլինի։ Իսկ ուսուցիչներին պետք է իհարկե լինել ականջալուր, անպայման եւ գոնե մտածել խորհուրդների մասին։ Դիտենք տեսահոլովակը, որովհետեւ շուտով ամանոր է, այսօր աշխարհը տոնում է Սուրբ Ծնունդը, it's Christmas tonight։ Այնպես որ Everywhere you go. Ես չմիանա։ Take a look at the 5 and 10. It's glistening once again. Улыбаемся и машем. Տեսիչ գեղեցիկ մի անգամից նոր տարվա գիշերվա լույսերն է, աստղերը, աստղազարդ հագուստ է ցակել Տիգրան։ Շնորհակալություն։ Ով է մտածել այս հագուստը։ Կասեք։ Ես ասում դու։ Ես կապ չունեմ։ Միտքը այս հագուստի իհարկե Ռոբերտ Կոլոյանինն է, բայց ընդհանուր հագուստը կարել է իմ շատ սիրելի Ագնեսում, ես շատ շնորհակալ եմ։ Մենք էլ ենք Ագնես շնորհակալ, որովհետև իրոք կրեատիվ է եւ շնորհավորում եմ պրեմիերայի կապակցությամբ, բավականին հետաքրքիր տեսահոլովակ դիտեցինք, անգամ մի պահ չհասկացանք ինքը էֆեկտները ինչպես են ստեղծված, ուզում եմ խոսել Շատ գեղեցիկ է ստացված ամեն ինչ։ Իդեայի մասին, ոնց առաջացավ, որովհետև իրոք հետաքրքիր էր շատ։ Իդեան քննարկման ժամանակ, եթե ես ասեցի, թե ինչ որ մեզանից ինչ որ մեկը ասեց, այսպեսի բան եմ պատկերացնում, մյուսը ասեց, հա ես էլ էի պատկերացնում նմանատիպ մի բան։ Չգիտենք ով առաջինը պատկերացրել, համենայն դեպս սենց միահամուռ ուժերով եկանք մի հայտարարի եւ որոշեցինք, որ այսպեսին պետք է լինի, այդ ձնեկոն ասեմ, ինչ են ասում, ձնագնդիկը մեր ձնագնդիկը ուրիշ է։ Ինչպես է դրան ասում։ Թող հեռուստադիտողները մեզ հուշեն զանգահարելով Armenia TV կամ գրելով մեր սոցիալ մեդիաներին։ Ապակե գնդակները կան ջուրով։ Այո, Տիգրանը այդ փոքրիկ խաղալիքն է, որը որ ներսից նայում է արտաքին աշխարհում ինչ է կատարվում, նոր տարին ոնց են մարդիկ նշում, ամանորը, Սուրբ Ծնունդը եւ այլն։ Ինչպեսի արձագանքներ Տիգրան, 100,000-ից ավել դիտումներ, արդեն կա առցանց YouTube-ում միանշանակ, ինչ արձագանքներ է ստացել։ Ես ստացել եմ լիքը արձագանքներ, ոնց Ասա, ինչ է, կոմենտներ, ընկերներ ինչ են ասել։ Ստացել եմ լիքը արձագանքներ, թե անծանոթների, թե իմ ծանոթների, իմ ընտանիքի անդամների կողմից։ Օրինակ դպրոցում, երբ դասարանցիները դիտել են, վստահ եմ դիտել են, չէ՞, տեսահոլովակը։ Ինչպեսի արձագանքներ կան հենց անմիջական ընկերներիդ կողմից, ովքեր աջակցում են քեզ կամ միգուցե ոչ։
իրանք ուղղակի զարմացած են, ասել են, «Էս ինչ լավ տեսահոլովակը, էս ինչ լավ կլիպ է», այդպես։ Էս ինչ լավ է երգում, ամենակարևորը։ Երկելը գիտեն, Տիգրան այն կատեգորիան է, որ պետք է 2 անգամ իրան ասել երկի։ Իհարկե խոսում ենք Տիգրանից, տարբեր աշակերտներից, Նիկ, բայց միանշանակ մեզ նաև հետաքրքիր է, թե ինչպիսի ճանապարհ է սպասվում արդեն Նիկ Էգիբյանից, մենք ինչ սպասենք այս ավանորին 2026 թվականին վերջացնում։ Լիքը գովազդային պատվերներ։ Իրականում այսպես ասեմ, այս տարի մի քիչ իմ սովորաբար դե շատ տենց ակտիվ եմ, չէ, բոլորի համար երգեր եւ այլն։ Այս տարի մի քիչ ավելի պասիվացել եմ եւ սկսել եմ ավելի շատ ընտրել ինչ անել ու համար գրել։ Շատ հետաքրքիր է ու մենք իհարկե մեր հետաքրքիր զրույցը կշարունակենք, բայց հիմա այս պահին դիտեք գովազդ, ներողություն ենք խնդրում, որից հետո մենք կշարունակենք մեր եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ մենք մեր հետաքրքիր զրույցը շարունակում ենք երգահան երգիչ Նիկ Էգիբյանի եւ իհարկե Տիգրանի հետ։ Պատմեք Նիկ։ Ինչի ենք Շարունակենք։ Դե խոսում ենք իմ ապագա պլանների մասին, որ չունեմ, ասում ուզում ես զվարճացնել Աստծուն, պատմին նրան քո պլանների մասին։ Հիմա այդ պահն է։ Բնականաբար կլինեն երգեր, իմ կատարմամբ այլևս ոչ, ես տենց որոշել եմ այլևս չերգել։ Ինչու մի հատ պահ է եկել ինձ մոտ, թե չգիտեմ հոգեբանական է, թե տարիքային է, թե ինչ է, որ ինձ դուր չի գալիս բեմի վրա գտնվել, ես ավելի մեծ հաճույք եմ ստանում ետնաբեմի աշխատանքից, լինել պրոդյուսերական թիմի մեջ, օրինակ, չգիտեմ, Voice-ի, Armenia TV-ում բազմիցս եղել եմ երաժշտական պրոդյուսերը, կամ լինել, չգիտեմ, Եվրատեսիլյան, ինչ որ այս բաների մեջ լինել, հա, խնդիր չկա, բայց բեմի վրա կանգնել, երգել այլևս իմը չէ։ Տիգրան, ինչպեսի ուսուցիչ է Նիկը։ Ինձ համար ընկերնիկը շատ լավ ուսուցիչ է։ Ուղղակի հիանալի։ Խիստ է։ Դու օրինակ որ ասեմ, կասես ասես։ Անկեղծ ասեմ ոչ։ Անկեղծությունը միշտ գնահատվում է եւ այո, թող այս դեպքում էլ Նիկը իմանա թե ինչպեսի անկեղծ կարծիք ունես իմ մասին։ Չէ, իրականում ասա, նոր ինչ էր այնտեղ սենյակում։ Հետո կատակարեցի, աչքերը լցրեց ինձ էլի։ Յո։ Բա, տեսնել ես։ Շատ բան է, նոր փոքի ունի իր։ Խոցելի եւ փոխրում։ Ոչինչ։ Այնց դասախոսներ են կոնկրետ։ Ինձ մի անգամ ասեցին տղա ջան անուն թատերական ինստիտուտում, անունը ազգանունը ասեցի Արման Խաչատրյան, ասեցին Խաչատրյան։ Ես չգիտեմ կարկամից չգիտեմ ինչ անես։ Այո։ Դեռ հանդիպես տարբեր։ Կբախվես, այո, չար մարդկանց։ Բայց այո, երբեք չկոտրվել եւ գնալ միշտ առաջ, միշտ հիշիր քո տեսակին համապատասխան դրական էներգիայով, այնպես որ մենք ձեզ շատ ու շատ հաջողություններ ենք մաղթում։ Շնորհակալ ենք շատ։ Կսպասենք մեր տաղավարում էլի հետաքրքիր աշխատանքներով։ Միշտ կանչեք, մենք միշտ Սիրով, որովհետեւ որակյալ աշխատանքը մեզ մոտ գնահատվում է, մենք անպայման ուզում ենք լավ երաժշտություն պրոպագանդել եւ տարածել, իսկ դուք դրա ջատագովներից եք, այնպես որ շնորհակալություն։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալություն։ Դե սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր հրաշալի եթերը եւ փորձում ենք ձեզ առաջարկել այն, ինչը ձեզ այս օրերի ընթացքում ձեռքի տակ պետք կգա եւ դուք կկարողանաք օգտագործել եւ սաթի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմս էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը սպառողին ենք ներկայացնում Համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթաց եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք։ Մառանիկ։ Մառանիկ, այո։ Իսկ հիմա շարունակում ենք հետաքրքիր եթերը, այս պահին տեղափոխվենք խոհանոց, հասկանանք թե աղջիկները ինչ փուլում են գտնվում։ Բարի առավոտ, Սաթ, Էլիզ։ Բարի առավոտ։ Մեր աղցանը կարծես թե արդեն պատրաստ է։ Իմ խոստացած նուրը։ Այո։ Արդեն հասրել է մաքրել։
Ձեռքերով էի մանրացնում ընկույզը։ Խնդրում եմ հեռուստադիտողներին ասա, այստեղ ինչ բաղադրիչներ կան։ Ներքևին որպես այսպես հիմքային շերտ մենք դրել ենք հավի կրծքամիսը, մանրացրած, այնուհետև եգիպտացորենի հատիկները եւ հետո արդեն պատել ենք սմետանայով։ Թթվասերով ներողություն։ Իսկ հիմա ավելացնելու ենք նուռը եւ ընկույզը։ Հավաքելու ենք, հետո բաժակը մեջտեղից Այո, հանենք եւ ինքը այսպես գեղեցիկ շատ ամանորյա տեսք կունենա։ Մեր ամանորյա աղցանը, ամանորյա եւ ոչ միայն ամանորյա, նաեւ շատ օգտակար, հետաքրքիր համադրված, եթե անգամ այս ձևավորումը մենք հանենք, ու սովորական օրերին կարող ենք պատրաստել, որովհետեւ ինքը շատ օգտակար է, բջջանյութով հարուստ եւ բոլոր կարեւոր նյութերը իր մեջ պարունակում է եւ սպիտակուց եւ բջջանյութ եւ առողջ ճարպեր եւ հակաօքսիդանտներով հարուստ, այսինքն դուք կարող եք ոչ տոնական օրերին պատրաստել պարզապես այսպես չձևավորել։ Էլիզա, ինչ խորհուրդ կտաս հեռուստադիտողներին նորից բալանսավորված առողջ աղցան պատրաստեն, բացի այս աղցանից։ Սաթենիկ, նույն մեր այս աղցանը կարելի է համադրել միսը փոխելով այլ մսի հետ։ Օրինակ կարելի է կարծում եմ նաեւ ծովամթերքով պատրաստել, շատ համեղ կլինի, նաեւ օգտակար, կարելի է նաեւ տավարի մսով պատրաստել, եթե կոնկրետ այս համադրությունների մասին ենք խոսում։ Նույն տարբերակով կարող եմ առաջարկել եգիպտացորենը փոխենք բոլորով, օրինակ, ու տեսեք, եթե մենք առաջ շերտը փոխում ենք արդեն միսը տավարի մսով բոլորով, այստեղ արդեն համային մի քիչ այլ համեր է գալիս։ Ես հենց հիմա պատկերացնում եմ քինքի մեջ ինչքան համեղ կլինի։ Աշխատանքը կատարեցի։ Շնորհակալ եմ քեզ։ Արի հավաքենք, որ հեռուստադիտողներն էլ տեսնեն։ Առաջին շերտը հավի կրծքամիսն է։ Այո, հավի կրծքամիս, այնտեղ եգիպտացորենը թթվասերով պատված, իսկ այս պահին ընկույզը եւ նուռն ենք ավելացնելու։ Կրկին ասեմ, որ կարող են բաղադրիչները փոխվել ըստ ձեր քիմքի, ձեր նախասիրությունների, օրինակ կարող են, չգիտեմ, անգամ ես պատկերացնում եմ, եթե այստեղ ձուկ էլ ձկով եւս համադրենք, կարծում եմ էլի շատ համեղ կլինի։ Այս պահին ուզում եմ ներկայացնել մեր գործընկերոջ կողմից առաջարկված նագետները եւ հավի ձողիկները, միշտ դու կզարդարես տոնական աղցանը։ Աթենքի ամբողջ տեսականին ձեր էկրաններին է, դե ես էլ սիրով ներկայացնեմ մեր գործընկերոջ տեսականին, որը մենք շատ ենք սիրում եւ հաճախ պատրաստում ենք այստեղ։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաեւ Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին։ Եվ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47-6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքը առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականին՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ։ Դասական տարբերակը յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում, ընկերական հանդիպումները դարձնում են այլ ավելի հետաքրքիր եւ այլ ավելի ժամանցային։ Ժամանցային է նաեւ տոնական է այսօրվա մեր աղցանը։ Արդեն պատրաստի արտաքին է կա։ Այո, կարելի ասել արդեն պատրաստ է մեր աղցանը մատուցման, բայց ես ուզում եմ սա վերջին միացմանը ցույց տանք։ Շատ բարի։ Հա, եթե կարելի է։ Շատ բարի։ Այդ դեպքում, քանի որ պատրաստ չէ մեր աղցանը, ես հյուրասիրում եմ Ժակոյի կողմից առաջարկված կոնֆետները։ Ես գիտեմ քո նախընտրած տարբերակը, խնդրում եմ վերջում։ Ես արդեն իմը հասցրել եմ, իմ չափաբաժինը վայելել Ժակոյի տեսականին ձեր էկրաններին է։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք կուտենք, իսկ դուք կվայելեք, կծանոթանաք տեսականու հետ։ Սիրով ցանկանում ենք ներկայացնել մեր գործընկերոջը Ժակո Հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի, նրբահան կոնֆետների լայն տեսականի։
խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր Drive Kusan, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստ է։ Նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը։ Հերոստատիտողները վայելեցին պատրաստման ընթացքը, աղցանի բաղադրիչների հետ ծանոթացան, թե ինչպես դու խոստացար, վերջում մենք կավելացնենք։ Այո, որպեսզի գեղեցիկ ավելացնենք եւ ցույց տանք։ Ահա, ճիշտ պահն է, խոսքը փոխանցել գործընկերներից, որպեսզի նրանք շարունակեն, դե մենք ինչպես հասկացա, կսրճենք, որովհետեւ մի քանի րոպե ազատ ենք լինելու։ Խոսքը ձերն է, համեցեք։ Շնորհակալություն, սիրելի ընկերներ, մենք հետ շարունակելով խոհանոցային թեման, ասենք, որ Զանգեզուր սրճաֆաբրիկայի անարատ եւ բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով եւ պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է, անարատ եւ բարձրորակ միս սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բտիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութներում Պարույր Սևակ 92 դրոպ 6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ առաքումն ամբողջ Երևանում անվճար է, զանգահարեք 041 01 01 42 համարով եւ Զանգեզուր թռչնաֆաբրիկա մաքրություն, որը դառնում է վստահություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ամանորյա թեմաները այսօր մեր տաղավարում շարունակվում են։ Եվ մինչև ամանոր դեռ կշարունակվեն խոստանում։ Եվ ես շատ ուրախ եմ այդ առումով։ Եվ դեկտեմբերի 28-ին Կինոյի տանը կներկայացվի Մարդուկ Ջարդուկի նոր եւ յուրօրինակ երաժշտական ինտերակտիվ ներկայացումը։ Սյուժեն զարգանում է երգերի, պարերի եւ աճպարարական համարների ուղեկցությամբ, պահելով գլխավոր կարմիր գիծը եւ հասնելով տրամաբանական ավարտին։ Ներկայացման մեջ ներգրավված են ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ երգի եւ պարի խմբերի սաներ, ինչը ստեղծում է իսկական տոնական շոու մթնոլորտ փոքրերի եւ մեծերի համար։ Եվ բոլոր մանրամասների մասին մենք կզրուցենք մեր հյուրերի հետ։ Իսկ ես սիրով կներկայացնեմ, տաղավարում է ներկայացման ռեժիսոր Հրանուշ Չիչակցյանը, բարի առավոտ։ Բարի առավոտ։ Եվ դերակատարներ Գագիկ Կարապետյանը, Սյուզաննա Գևորգյանը, Աննա Մարիա Խուշուդյանը եւ Արևիկ Ջալավյանը։ Բարի լույս։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Մենք սիրում ենք Մարդուկ Ջարդուկը եւ այն իսկապես միայն ասոցացվում է ամանորի հետ, երազանքներ, այդ ամանորյա տրամադրությունը իսկապես, բայց մեզ հետաքրքիր է ինչպես առաջացավ ձեր սեփական մոտեցմամբ եւ լուծումներով Մարդուկ Ջարդուկի տարբերակի գաղափարը։ Ես ինքս էլ դերասաններին էլ եմ ասում, մանավանդ մեր գլխավոր դերակատարին ասում եմ դու ամանորի սիմվոլն ես, Մարդուկ Ջարդուկը ամանորի սիմվոլն է եւ ամբողջ աշխարհում։ Այո։ Եվ ես ստացա հրավեր Արամ Հովսեփյանի կողմից top շոուի եւ ինքը կանչեց, ասեց պետքա բեմադրություն անել իրենց նախորդ տարվա Մարդուկ Ջարդուկը։ Սկզբում ասեցի չեմ վերաբեմադրել էլի ներկայացումը, սկզբում ասեցի չէ, եկեք նոր բան անենք, հետո կարդացի նոր մտքեր եկան, ինքը դարձավ լրիվ նոր պիես եւ ես հասկացա, որ մեր Մարդուկ Ջարդուկն էլ պետք է տեղ գտնի, ես բոլոր Մարդուկ Ջարդուկների շարքում։ Ինչու ոչ, եւ շատ յուրահատուկ կերպով ներկայանա, ավելի շոուի տարերով եւ մյուզիկլին հիշեցնող ներկայացում է մեր ներկայացումը։ Եվ մի բան էլ, որ վերնագիրը, մեր աշխատանքային վերնագիրը նորից Մարդուկ Ջարդուկը կամ էլի այս Մարդուկ Ջարդուկը, այս Մարդուկ Ջարդուկը, դա մեր աշխատանքային վերնագիրն է, որը իր մեջ պահում է հենց այդ միտքը, որ նորից մենք էլ անդրադարձանք այս Մարդուկ Ջարդուկին եւ սիրով շատ անդրադարձանք։ Ես կարծում եմ ստացվել է մեր ներկայացումը մեր մոտեցմամբ։ Իսկ ինչպես եք համադրել ինտերակտիվ տարերը, երգը, պարը, աճպարարական լուծումները, որտեղ այստեղ երգը, պարը դե անմասն, այո, անբաժան տարերն են, իսկ աճպարարական լուծումները արդեն բավականին հետաքրքիր են։ Հա, հիմա նախ ասեմ ովքեր ներգրաված են Հայ Արև անսամբլի սաները, այդ թվում մեր գլխավոր դերակատարուհին Աննա Մարիամ, որը խաղում է Մերի դերը, ինքը այդ անսամբլից է եւ իր անզուգական ձայնը հնչում է։ Մի փոքր փակագծեր բացը մեր
երկող երեխաները ձնեմարդուկների կերպարներով են ներկայանում, իրենք ամբողջ պատմությունը մարդուկ ջարդուկի կարծես իրենք են պահում եւ Կարապետյանների դպրոցի սաները իրենք ուսուցիչներն են եւ մեր դերակատարներն են, պրոֆեսիոնալ պարողներ են եւ նաեւ ընդգրկված են պրոֆեսիոնալ դերասաններ տարբեր թատրոններից, այսինքն ասենց մենք մի քանի բաների կոլեկտիվ համագործակցություն է, որ ասենց իր մասշտաբը մեծացել է ավելի։ Իսկ ինչ վերաբերում է աճպարությանը, մենք ունենք տեսարաններ, որտեղ պետք էր հնարքներ լիներ եւ կամած այդ հասկացանք, որ դա իր տեղը այնքան գտավ, որ պետքա ամփոփվեր մի մեծ համարներով եւ ոնց որ հաջողեց մեզ, որ ավարտը լինում է աճպարական հնարքներով։ Հետաքրքիր է թե ինչպես է տեղի ունենում ինտերակցիան, այսինքն հանդիսատեսի հետ շփում, որպես այդպեսին ներգրավում նրանց, ինչպես է սա հատկացնել։ Ես կուզեմ խոսենք նաև դերակատարների հետ, Գագիկ, ինչով է ձեզ համար առանձնանում, նախ դուք ինչպես ստացաք առաջարկը այստեղ անպայման մասնակցություն ունենալ։ Ինձ առաջարկեց հենց Արամը, ասաց շատ համապատասխան ես եկան Մարգարետ կերպարի հետ։ Ես էլ որ մեր մոտ էլ ամեն անգամ ներկայացումներ են դեկտեմբերին աշխատում եմ օպերային ազգային բալետի թատրոնում, բալետի արտիստ եմ։ Մեզ մոտ էլ ներկայացում է որ ինում եմ Մարդուկ ջարդուկը, միանգամից որ առաջարկը ստացա համաձայնվեցին։ Տիրապետում եք գործին միանշանակ։ Այո, միանգամից տիրապետում եմ գործին, շատ հաճելի է եկանում աշխատել, առաջին անգամ էր որ դերասանական կազմի հետ սկսեցի աշխատել։ Առաջարկը ստացա, սկսեցին փորձերը կատարվել։ Շատ հաճելի է եւ դուր է գալիս միանշանակ։ Գագիկ, իսկ համադրում եք նաև դերասանական աշխատանքը այս դեպքում, թե միայն դուք պարում եք եւ ձեր մասնագիտությունը։ Չէ, եկանում ցանկությունն հենց մեծ է ու համադրումել եմ։ Տարբեր տեսահոլովակներ եւ այն տարբեր բաներ եղեն։ Նու մեր թատրոնում կարելի ասել ամեն ինչ դերասանական կապի հետ է հաղված։ Մենք ինչ պարում ենք, դա դերասանական ձևով ցույց ենք տալիս։ Միանշանակ այդ թատրոնը անկախ դրսևորումներից միանշանակ։ Սյուզան, կխնդրեմ դուք պատմենք ինչպես եղավ առաջարկը ներկայացման մեջ ընդգրկվելու։ Եվ ում եք մարմնավորում։ Ես մարմնավորելու եմ Փերիի կերպարը, շատ ճարպիկ ու բարի, ինչպես բոլոր հեքիաթներում, ինչպես ասում են, ես ամենափերին եմ։ Ու այդպես ես պատմում եմ հեքիաթը ինչպես է կատարվում, զարգացող գործողությունները ու հիմնականում ամբողջ ներկայացման ժամանակ բեմում եմ լինում։ Ես եւ Օլե Լուկոեն, մի փոքր բաց եմ փակագծերը։ Մենք ենք պատմելու ամբողջ հեքիաթը։ Առաջարկը իրականում ստացել եմ նախ որպես ուղղակի պարող, պարուհի, բայց քանի որ փորձեցի ու կարդացի դերը, այդպես ստացվեց։ Ձեզ դուր է գալիս աշխատանքային process-ը, այս բեմադրական վիճակները, ինչ զգացողություններ է տալիս, օրինակ ամանորյա տրամադրություն հաղորդելու մասը դառնալու համար։ Իրականում շատ է դուր գալիս, մանավանդ երբ որ աշխատում ենք մենք պրոֆեսիոնալ դերասանների հետ, այդ իրոք շատ հաճելի է։ Ու նաև համադրում ենք էլի մեր մասնագիտությունը եւ որպես պարող եւ որպես արդեն դերասան։ Այդպես։ Աննա Մարիա, շատ գեղեցիկ անուն ունեք համապատասխան ամանորյա տրամադրությանը, կարծես Magic-ը հիշեցնում եւ դուք էլ փաստորեն այս հրաշքի Magic-ի մի մասն եք։ Եվ գլխավոր մասը, ինչպես նշում է ռեժիսորը, ինչպեսի զգացողություն եւ պատասխանատվություն է լինել այս ամբողջ շոու ինտերակտիվ ներկայացման գլխավորը։ Պատասխանատվությունը վստահ եմ մեծ է։ Հա, շատ մեծ է, երբ որ ինչ-որ սխալ անես։ Քո սխալը կտարածվի նաեւ։ Հա, իմ սխալը կտարածվի նաեւ բոլոր դերասանների մեջ։ Բայց ես վստահ եմ, որ սխալներ չեն լինի։ Սխալներ չեն միանշանակ։ Բայց ինչ process անցակ, ինչպեսի աշխատանքային շրջան էր, ձեզ հանձնվեց դեր։ Նորություն էր արդյոք ձեզ համար թե ոչ։ Ինչ տվեց սա ձեզ որպես արտիստ կատարող։ Ես շատ ուրախացա այս դերը ինձ տալու համար։ Ձեր բերեցիք նոր ընկերներ, նոր հմտություններ։ Իմանացա թե ինչպես դառնալ պրոֆեսիոնալ դերասանուհի։ Դուք այստեղ միայն խաղում եք, թե օրինակ բարերի մեջ ունեք սինխրոն շարժումներ։ Ունեմ սինխրոն շարժումներ, ունեմ որ մենակ եմ պարում եւ դերասանությունը։ Այո, օրինակ ինչպեսի շփում է ձեր եւ հանդիսատեսի միջև։ Մենք խոսում ենք ինտերակտիվ ներկայացման մասին։
Դուք ինչպես եք շփվում հանդիսատեսի հետ կամ կա արդյոք գիծ ձեր կերպարը ունի գիծ որը շփվում։ Աննա Մարիանա Ահա, շփվում։ Արևիկ, ես ուզում եմ դուք էլ մեր խոսակցությանը միանաք, մենք հասկանանք դուք ինչ կերպարով եք։ Մեր տաղավարում ինչպես տեսնում եք, արհեստական մարդուկ կա, որի մեջ, այո, մարդուկ ջարդուկն է, որի մեջ սիրելի դերասաններից մեկն է։ Ես մի փոքր ասեմ, ու Արևիկը թող պատասխանի, այս կերպարներն էլ ներկայացման մեջ կան։ Մենք ասենք բոլոր տարերին թատրոնի բոլոր ժանրերին կպել ենք այս ներկայացման մեջ։ Ինքը էկլեկտիկ չի, ինքը շատ համահունչ է, շատ ստացվել է, բայց եւ կան այսպիսի կերպարներ, եւ կան կենթանի դերասաններ, ինչպես ասենք, եւ պրոֆեսիոնալ եւ պարողներ, եւ երեխաներ, իսկ ինտերակտիվ պահը հանելուկների տեսքով հանդիսատեսը ակտիվ մասնակցություն ունի։ Հիմա դեռ Արևիկը թող հատկան։ Արևիկ, ձեզ լսում է ողջ հանրապետությունը։ Չեք խոսում։ Հարցադրեցիք, որևէ հարց տվեցիք։ Այո, ինչ կերպարով եք հանդես գալիս, ինչ ֆունկցիա ունեք ներկայացման մեջ։ Ինչպեսի մասնակցություն։ Մարդուկ ջարդուկ։ Մարդուկ ջարդուկ։ Դժվար է խոսում ինքը ներսում։ Ահա։ Ներսում դժվար։ Լավ, եկեք չտանջենք Արևիկին, որովհետև նա արդեն իր գեղեցիկ ներկայությամբ լրացնում եւ ամբողջացնում է եթերը։ Ես ուզում եմ տոմսերը ցույց տալ մեր սիրելի հեռուստադիտողներին, որովհետև բավականին հետաքրքիր մշակում ունեն տոմսերը։ Եվ փաստորեն այս դեկտեմբերի 28-ից տևելու է մինչև հունվարի։ Ոչ, խաղում ենք դեկտեմբերի 28-ին, 3-ին եւ 4-ին։ 3-ին եւ 4-ին, այսինքն միայն 28-ին եւ 3-ին։ Դեռ այդպես է, հա։ 28-ին, 12-ին, 4-ին, 3 սեանս, իսկ 3-ին, 4-ին հունվարի, 12-ին եւ 2-ին։ Համեցեք դեզ սիրով հրավիրում ենք։ Մենք սիրով։ Սիրով միանշանակ, հատկապես որ մարդուկ ջարդուկի մասին է խոսքը, ձեր կարծիքով ինչպես է ստացվել ներկայացումը։ Դժվար է ռեժիսորի համար գնահատական տալ, մանավանդ դեռ եթե պրեմիերան չի կայացել, մեր ամենադժվար փորձերի շրջանն է, վերջին փորձերը, ինչքան գիտեք, ամենադժվարն է, բայց դերասանների ոգևորությունը տեսնելով եւ ընդհանուր երբ որ պարկում եմ ու փորձում եմ մտածել, դասավորել ամբողջ արածը, ես հասկանում եմ, որ ինքը շատ լեցուն է, շատ պահող է ներկայացումը, ինքը հանդիսատեսին կգրավի սկզբից մինչև վերջ, ոչ մի վարքյան չի ձանձրանա հանդիսատեսը եւ շատ սիրուն է ստացվել իմ կարծիքով։ Մենք վստահ ենք, որ հանդիսատեսը իրոք չի ձանձրանա եւ դա ամենակարևոր պայմաններից մեկն է, վերջ-վերջո երեխաները ամենաքմահաճ հանդիսատեսներն են եւ իրենց դժվար է գոհացնելը։ Մեզ այո, մենք ունենք իսկապես պրոֆեսիոնալներ եւ վարպետ արհեստավարժ մարդիկ իրենց գործում, այնպես որ վստահ ենք, որ տեղի ունենալու եւ այն էլ ինչպես եւ շատ լավ դեկտեմբերի 28-ին եւ հունվարի 3-ին եւ 4-ին անպայման պետք է գնալ կինոյի տուն եւ անմասն չլինել այս հրաշք ներկայացումից։ Շնորհակալություն, լավ ընթացք, հաջողություններ եւ դե կհանդիպենք արդեն կինոյի տանը։ Այո, կսպասենք ձեզ։ Սիրով։ Սիրով։ Դե սիրելի հեռուստադիտողներ, այո, յուրաքանչյուր վիճակ, հատկապես ամանորյա, անպայման պետք է զգալ, ապրել եւ ունենալ տրամադրություն եւ նաեւ կորպորատիվ միջոցառումների շրջան է մեզ մոտ, ընդհանրապես ոչ միայն ընկերական, արձակուրդներ են, մարդիկ վայելում են իրենց ազատությունը։ Եվ հրաշալի երեկո անցկացնելու համար այլևս պետք չէ մտածել ամեն օր շոու ծրագրեր, կենթանի երկուպար, բարձր տրամադրություն եւ համեղ խոհանոց։ Այս ամենը մեկ վայրում, Park Bridge-ում։ Park Bridge-ը ձեր կորպորատիվ եւ տոնական երեկոները կդարձնի իսկապես անմոռանալի։ Նվիրեք ձեր թիմին կամ ընկերներին մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր պահ վերածվում է տոնի։ Տարվա լավագույն առաջարկը հատուկ ձեզ համար Park Bridge-ից։ Ծրագրեք ձեր երեկոն զանգահարելով 094 38 06 06 հեռախոսահամարով։ Այժմ ընդմիջենք։ Այո, կարճատև դադար կվերադառնանք։ Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, այո, այսպիսի նորություններ Արմանը ցավոք չհասցրեց խոյի աստղակերպը այո լսել, բայց ոչինչ, ինձ թվում է ամեն ինչ բարեհաջող կլինի խոյերում։ Հուսանք Աստծուն։ Շատ շուտով կավարտվի 2025-ը եւ տարվա հովանավոր վիշապը իր տեղը կզիջի Կարմիր հրեձիուն։ Տարին սկսվելուն պես բոլորիս հետաքրքրում է, թե ինչպիսի տարի է այն լինելու, ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ, ինչից գուշանանք, ում նկատմամբ ձին կլինի բարեհաճ եւ ում նկատմամբ ձին այդքան էլ բարեհաճ չի լինի։
Այս եւ շատ այլ հետաքրքիր հարցերի շուրջ կզրուցենք մեր հյուրի հետ։ Այո, տաղավարում է էքստրասենս Սոսե Բաբայանը, բարի առավոտ, շնորհակալ ենք հյուրընկալվելու համար։ Վստահ ենք, որ մեզ լավ նորություններ եք ասելու։ Խնդրում եմ մի փոքր պատմեք, ինչպիսի տարի է մեզ սպասվում եւ ինչպիսի տարի եղավ 2025-ը։ Ուրեմն 2025 թվականը բավականին բարեհաջող էր առանց պատերազմների, խաղաղության իրոք, որ յուրաքանչյուր ընտանիք ես ուրիշ նկատառումներից ելնելով, որ չունեցանք դաժան պատերազմները, փուլը հիմա ոտք ենք դնում 2026 թվական։ 2026 թվականը բավականին կանաչ օձը, վիշապը, կանաչ վիշապի տարին, էստաֆետը հանձնում է 2026 թվի խորհրդանիշ, չինական գարասկոպով, հրեղեն, կրակե, ձիուն, որ սովորական չնայենք։ Մի լավ տերմին գոյություն է, իդենտիֆիկացիա, ասինքն իրար նմանեցնող, երբեմն նմանակումներ են անում բոլոր կենթանակերպի նշանները ու բերում են, որ բոլորին էլ ասեն լավ փող է լինելու, ամեն ինչ բարեհաջող է լինելու, լավ նոր տարի ենք անելու, որ ընդհանուր հայտարարի են գալիս, կարծես թե այսպես այդ իդենտիֆիկացիա բառը գոյություն ունի, չպետք է էլի այդ շատ նմանացնեք, իսկ ես տնտղել եմ, ուսումնասիրել եմ 2026 թվականը, մեր ձին, հրեղեն ձին, նախ կարմիր ձի պետք է անպայման հագուստի վրա կարմիր նշանը անպայման շտրիխի նման երևա, ինքը չի սիրում կեղծավորներին, մի քիչ վայրակ հատկություն ունի հրեղեն ձին, սովորաբար այդպիսի ձիերը ամեն տարվա բանը չի, 12 տարի մեկ չի, որ կենթանակերպերը փոխվում է, այլ 60 տարին մեկ փոխվում է եւ միշտ վայրիվերումների տարի է լինելու, չասենք ես զիու տարին եմ ծնվել, ամեն նստեմ տանը, սպասեմ դուռը կբացեն, ամեն ինչ կբերեն, կհրամցնեն ու մենք կվայելենք, ոչ, ձին սիրում է աշխատասիրություն, առաջինը այս կարմիր ձին գիտելիքներին է առաջին տեղը հորիզոնականի համար մեկ հորիզոնականում, որ առանց գիտելիքի չենք կարա մենք հայրենիքը զարգացնենք։ Միայն նշանը, նույնիսկ գիտելիքը դա մեծ, ոնց ասեմ, ոնց որ իրա նույնիսկ գիտելիքներով զինված մարդը ինքը հուշում է հերվից հեռու, որ այդ մարդը արիստոկրատ մարդ է, որ ամեն ինչով զինված պատրաստ ամեն մի նորմերին գազ պատրաստ է սիրում ամեն այո, ապրեք, որ հուշեցիք, ձին էլ արիստոկրատ կենթանի է, չգիտեմ, այդ խրխնջալը, իր այդ ասպանդակումը, ամեն ինչը, բոլորը քո ամբողջ մարմինը ցնցում է։ Բա ինչ է թույլ տալիս, որ հեծնեն իրեն։ Որ ինչ անեն։ Հեծնեն։ Ես երկար կմտածեմ պատասխանել։ Սանձեն նրան, թամբեն, մտրակեն, ինչու ոչ։ Ամեն դեպքում անհանդուրժող է որևէ պահերի, երբ ցավացնում են կարծում եմ։ Դե արիստոկրատները մի փոքր այլ ես պատկերացում ունեմ։ Ամեն դեպքում ինձ հետաքրքիր է, որքանով էր 2025 թվականի տարեսկզբին ձեր կանխագուշակումները եւ ընդհանրապես կանխատեսումները տարվա ինչքանով իրականացավ, ինչքանով արդարացվեցին, այն ամենը, որ դուք տեսաք եւ կանխագուշակեցիք, ինչքանով տեղի ունեցավ, իրականացավ։ Այս տարվա համար ես բավականին գոհ եմ եւ նույնիսկ իմ էջերում, Facebook-յան էջերում գրում եմ, որ տարին փակելու համար յուրաքանչյուր անձ պետք է անպայման ինքը իր անձի համար հաշվետվություն տա 2025 թվականին, թե որ տարեթիվն ենք փոխանցում, անպայման պետք է հաշվետվություն տա։ Ես ինքս ինչ արեցի, որովհետեւ ես մի բջիջն եմ։ Ես եթե այսքանով բոլորով 10-15 հոգի ենք, ամեն մեկս մեր հաշվետվությունը գերազանց որ փակենք, կլինի դրական ձմեր պապի տոպրակի մեջ դրական իմպուլսներ ու ես դրականին հակված էի, այդպես ասել եմ, մի քանի տաղավարներում անպայման ասել եմ ու ի կատար է ածվել այս տարվա, որ պատերազմ չի լինելու
իհարկե մենք այնպիսի իրավիճակի մեջ ենք, չեմ ուզում այս տոնական օրով այս կարևոր հարցը ճուղեն պատերազմների վրա, ուղղակի հաշվետվությունս ճիշտ եմ փակել, բալանսս ճիշտ եմ փակել։ Տիկին Սոսե, կխնդրեմ մեզ եւ հեռուստադիտողներին մի փոքր ինֆորմացիա տալ, թե ինչպես նոր տարվա գիշերը դիմավորենք ամանորը, որպեսզի հաջող տարի ունենանք։ Այսպիսի նախադրյալներ ունեք պատրաստած մեզ համար։ Այո, սովորաբար միջև նոր տարին գալը կանաչ վիշապը 2 ժամ շուտ պետք է սեղան բացել, հին տարին մենք կարողանանք այ որ ասում եմ հաշվետվություն, ասենք, խոսենք լավ արարքների մասին, տվյալ 2025-ի մասին, որ շատ ուտենք, խմենք, քեֆ անենք ու ասենք բարին քեզ 2025 թվական։ Խնդրում եմ շատ լավ աչքով նայի 2026-ին, քո դրական աուրան վերցնում ենք քեզ լավ ճանապարհելու ու նորը ընդունելու։ Իհարկե հին չինական հորոսկոպով հունվարի 1-ը դեռ չի լինում, փետրվարի 4-ից է իրենց համար համարվում որպես նոր տարի, բայց մինչև փետրվարի 4-ից ծնվածներն էլ համարում են որպես դեռ մնում են օց են, էլի, իրանք կանաչ վիշապ են։ Տեսեք, մենք խոսում ենք 2000 օրինակ ես ձեզ հարցրեցի 2025-ին ինչպիսին էին ձեր կանխատեսումները եւ արդյոք արդարացան արդյոք ոչ եւ խնդրեմ մենք արդեն շեմին ենք 2026-ի եւ վստահ եմ մեզ հետևում են շատ ու շատ մարդիկ եւ սպասում են ձեր պատասխանին թե այ ինչ է իրենց սպասում 26-ին ինչպեսի տարի է լինելու 2026-ը արդյոք դրականի հիմքը ավելի շատ է լինելու դրականի սպասումներ ունենանք թե ինչից զգուշանալ այ ինչ չի սիրում Կարմիր Հրեձին Ուրեմն 2026 թիվը ես նշեցի վայրի վերումների տարի է լինելու։ Դա ձին, այո, որը սիրում էր վայրագությունը։ Օրինակ, եթե մենք շատ հետ գնանք 1666 թվականին, այդ տարին այո, եւ Լոնդոնում կրակ բացվեց, ավիրվեց Լոնդոնը։ Բանը 406 թվականին Մեսրոպ Մաշտոցը հայկական այբուբենը ստեղծեց։ Տեսեք ինչպիսի վայրի վերումներ։ Դրանք ձիու տարիներ են։ Բոլորը ձիու տարի են։ Թագավորներ կան, որ սխալ են դատել, այդ թագավորները անմիջապես մահի են արժանացել Կարմիր Հրեղեն ձիու տարի սխալ դատավճիռ կայացնելու համար։ Տեսնեք Ժաննա Դարկի ժամանակ ինչի տարի է եղել։ Ուզում եմ ինչը անպայման նշել, որ այս տարի ուղիղ չեք կարող թպրտալ այդ ճանապարհից։ Եթե ես դատական գործ հարուցեցի ինձ նկատմամբ ու դատը սխալ վարվեց, վայ մեղաքեզ դատավորին ու այն մարդուն, ով հրամանը տվեց պատիժը, այո, բումերանգը, ձին բերում է բումերանգը, բումերանգից չի ուշանում եւ լավի համար է բումերանգ տալիս եւ վատի համար ընդհանրապես չի ուշանում։ Դրա համար սիրելի հեռուստադիտողներ, այո, պետք է անպայման լավին ձգտել եւ դրականով լցվել անպայման։ Տիկին Սոսե, որպես մեր զրույցի գեղեցիկ ամփոփում, ես շատ կուզեմ, որ դուք մեր եթերում անպայման բարեմաղթանք հնչեցնեք եւ ինչ կմաղթեք մեր հեռուստադիտողին, որպես ամանորյա միջև ներս մտնելը Ես ամեն տարի մի հատ խորհրդանշով եմ մատնում ձեր տաղավար, ինձ շատ հարազատ Արմենիան, ոնց որ իրոք անցած տարի եմ ասել, ոնց որ հայրական տուն։ Գալիս եմ այստեղ մի լավ դրական էներգետիկա թողնեմ ու ձեզ նոր տարին շատ լավ հոսանքներով, լավ բնավորությամբ, լավ տրամադրությամբ, լավ սրտով, մեծ հոգով ես տեղից որ հեռանամ եւ ձմեռ պապու այս նշանն եմ բերել որ բոլորի տներում անպայման այսպիսի այսօր հյուրը թող գա մի գեղեցիկ այսպիսի տոնածառի խաղալիք կախի դրական էներգետիկայով մտնի եւ ինչ հիշեցի սպասասրահում ես ասեցի տեսնես Տեր Աստված օգնի ամբողջովին հիշեմ բավականին երկար տարիներ է որ ես թե աշխարհում փակ դռներ կան թող որ բացվեն այս գիշեր ու նոր տարի նոր խնդրությամբ թող ներս մտնի այս գիշեր թե կան դատարկ համր տներ մանկան ճիչով թող լցնեն ով փնտրում է գտնել մեկին հենց այս գիշեր թող գտնի թե կան լացող տխուր աչքեր թող ծիծաղեն այս գիշեր կանչող ձեռքերն իրար հառնեն
հմայք ապրեն այս գիշեր, թե կան սրտեր չար նախանձով, դառնան բարի ուներող եւ ուրիշի ուրախ կյանքով խանդավառվեն այս գիշեր, թե մոլորված անցորդներ կան, դարձի թող գան այս գիշեր, խանդավառված, սիրով այրված, իրենց օջախ մտնեն այս գիշեր։ Շնորհակալություն։ Ես իհարկե հակառակն էի մտածում, որ գիշերը լինում է ուրիշ բան, առավոտյան դարձի են գալիս, որտեղ գիշերը գիշեր։ Դե ինչ տիկին Սոսե, շատ շնորհակալ ենք։ Դուք իսկապես լցնում եք տրամադրությամբ մեր տաղավարը, իսկապես դրականով ենք լցվում եւ շատ հետաքրքիր նկատառումներ արեցիք նոր գալիք տարվա մասին եւ վերաբերյալ, այո, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, շատ շնորհակալ ենք գալու եւ ձեր ժամանակը մեզ հետ կիսելու համար։ Սիրելի հեռուստադիտողներ, դրականը միշտ լավ գաղափար է, չինական հին ասացվածք կա, ասում է վատատեսությունը տրամադրություն է, լավատեսությունը կամք։ Ձեզ բարձր կամք ենք մաղթում գովազդ այս պահին։ Happy New Year, Happy New Year։ Այո, տոնական տրամադրություն է մեզ մոտ, խոսեցինք ինչ կարելի անել ամանորյա գիշերը։ Հաղալիքը պատրաստ է տոնածառի։ Այո, նաև ասենք ինչ կարող եք պատրաստել ամանորին։ Ահա։ Այո։ Առաջարկ 1, որը կարող եք անպայման դիտարկել եւ պատրաստել։ Գեղեցիկ, էսթետիկ, ճիշտ համադրված, ճիշտ մթերքներով, բայց նաև շեշտեցինք, որ մթերքները կարող եք ըստ ձեր նախացության փոխել, ձևավորումն էլ այս տարբերակով ենք նախընտրել։ Էլիզա, մենք շատ սիրում ենք։ Այո, պատրաստեք, վայելեք եւ առողջ եղեք։ Այո։ Շնորհակալ ենք, որ եկար։ Բաղադրատոմսի համար ենք շնորհակալ, ձեզ լավ որ ենք մաղթում, խոսքը տեղափոխենք արդեն Արմանին Լիլիթին, նրանք շարունակեն։ Մենք էլ կտրատենք խաղալիքը, վայելենք։ Հաջողություն։ Դուք կտրատեք, մենք կմիանանք ձեզ, որովհետև անհամբեր սպասում ենք միանալու ձեզ փորձարկմանը։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այսօր այսքանը կարծում եմ մենք օգտակար եղանք, տարբեր մշակութային թեմաներ ձեզ ներկայացրինք, նոր երգի տեսահոլովակ եղավ մեր եթերում, առաջարկեցինք, թե որտեղ կարող եք ամանորյա ներկայացում դիտել եւ բաղադրատոմս առաջարկեցինք ամեն դեպքում աղցանի։ Գուֆ, արի, սկզբից մեզ հետ ես եղել, վերջում է։ Դե լավ։ Հասմիկի Մեզ սիրելի հեռուստադիտողներ, մի օր էլ գուֆի մասին տեսանյութ կառանց տպստի ձեզ համար։ Լավ տրամադրություն, լավ ընթացք եւ բարձր տոնական եռուզեր կհանդիպենք։